2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների նախորդող շրջանում, երբ հանրապետությունում մոլեգնում էր ատելության եւ դավաճանների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ուրվականը իդեմս հայրենիքի փրկության շարժման, Երևանի կենտրոնական փողոցներից մեկում, որտեղ իդեպ տեղակայված են պետական հաստատություններ, մարդասպանության բեմադրություններ, ֆուտուրիստական պերֆորմանս։ Դրա ռեժիսուրայով ու բեմադրությամբ էլ զբաղված էին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ ներկայացուցիչներ։ Ռումինիայի նախկին նախագահ Չաուշեսկուին ու նրա կնոջը գնդակահարության պատի տակ կանչելու բեմականացումն ուղերձ էր, որ նույն ճակատագրին կարելի արժանացնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա տիկնոջը, մարդկանց մեջ արյունռուժ տրամադրություններ բորբոքելով, կորզելով անասնական հրճվանք ու ծափահարություններ, ի արձագանք ինչ-որ մեկի թեկուզ եւ բեմադրված մահվան։ Ահա այս մթնոլորտում, այս չիրականացած տենչի, չբավարարված կրքի, չլիցքաթափված ատրճանակի, չկրակված փամփուշտի ռեժիմում է ապրում Հայաստանը անցած 5 տարիների ընթացքում։ Կառավարող ուժի անդամների երկրի վարչապետի նկատմամբ ատելության ամենօրյա գեներացումը որոշ հայտնի քաղաքական ուժերի օրվա հացն է ու ջուրը։ Եթե կուզեք, պերաշկին, կուկուրուզն ու կարտոշկան, սուջուխն ու թթու լավաշը, տապակած սիբեխն ու փիփերթով ճաշը։ Նրանք քաղաքականությունը մահաբաղդության վերածած քաղաքգործիչներն ամեն օր ուտում են ատելության, անհանդուրժողականության, վրեժխնդրության իրենց փայ ճաշը, մարսում այն, մարսողության արգասիքներն էլ արտանետում սոցցանցի իրենց պատերին, ձգտելով դրանց ճաշակմանը մասնակից դարձնել այլ քաղաքացիների, հնարավորինս շատ քաղաքացիների։ Այս տոքսիկ մթնոլորտում եփվող բանականությունը բնականաբար պետք է ձգտի մեկ բանի՝ բեռնաթափման, կրքերին, մարմնի տարբեր մասերին բերանից մինչև ոտք ու ձեռք տրված ազատության տեսքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նկատմամբ, մասնավորապես օրերս Սուրբ Աննա եկեղեցում եւ ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած հայհոյանք հարձակում ձեռնձգություն օպերացիան ու դրան ուղղված հանրային քաղաքական որոշ շրջանակների արձագանքը ատելությամբ ու դրա արգասիքներով կերակրված լինելու մասին էր, գրեթե նույն ոգեղենությամբ ու դոզայով, ինչպես որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակիցներն էին կերակրվել։ Այդ ահաբեկչության ժամանակ ազգային անվտանգության նախարար աշխատած Սերժ Սարգսյանի կուսակից Արմեն Աշոտյանն օրինակ Նիկոլ Փաշինյանի, այն է վարչապետի ինստիտուտի դեմ եկեղեցում տեղի ունեցած դատապարտելու արարքի հեղինակներին մի արեք կոչելու փոխարեն քիչ էր մնում բրավո, տակ դերժած հայտարարեր։ Չբացականչեց, չհայտարարեց, բայց բռնությունն արդարացնող այլ շարադրանքով հանդես եկավ դուխ ու տոն տալով մերօրյա պոտենցիալ նայերի հունանյաններին, նրանց ուղղորդելով Հայաստանի պետական, մասնավորապես Հայաստանի Հանրապետության վարչապետի ինստիտուտի դեմ։ Նիկոլ, դու մեղքերի մեջ թաղված ես, մեղսագործ, իր մեղքերից հաճույք կայֆ ստացող մարդ, դրա համար դու ներողամտության արժանի չես, առնվազն այնքան ժամանակ մինչև ծնկաչոք չխնդրես ներողություն ողջ հայ ժողովրդից, քեզ ատում է ողջ հայ ժողովուրդը ու ունի դրա հիմքերը, մեջբերման ավարտ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանի ազգային ժողովի նախագահության սպանդը կազմակերպած տականքը, հիշում եք, գրեթե նույնպիսի աշոտյանական ոճի տեքստերով էր արդարացնում իր արարքը, անընդհատ կրկնելով. 10 տարի մեր արյունը ծծեցին, ժողովրդին կերան, մենք հայ ենք, սրանք հայ չէին, ինչ որ անում ենք ժողովրդի համար է, վերջն է սեր լինելու։ Աշոտյաններին ու նրա քնարի հետևորդներին հիշեցնենք, հոկտեմբերի 27-ի սպանդին նախորդել էր հետևողական քարոզչական աշխատանք, արյունռուժ տրամադրությունների գեներացում հասարակության շրջանում։ Մամուլի էջերից, ռուպորներից, ազգային ժողովի միկրոֆոններից թափվում էին ատելության խոսքի բացառիկ մարգարիտներ ու գոհարներ, ժողովրդի արյունը ծծողներին, Հայաստանի զարգացումը տորմուզ անողներին դնգսելու մաստեր կլասներ։ Այս քարոզչական ճաշը նկատենք եփվում էր օրվա իշխանության քարոզչական խոհանոցում, որտեղից փչող հոտից արբեցած Չակերտավոր ռոմանտիկների խումբը ստիպված էր հագուրդ տալ գրգռված ախորժակին, պարպել լիցքավորված ավտոմատը։
Արդ պատահական է, որ բռնության արդարացմամբ, ատելության խոսքի ջատագովությամբ այսօր զբաղված են ճիշտ այն շրջանակները, որոնց կառավարման տարիներն ընդունված է կոչել արյունոտ տասնամյակ, որոնց օրոք պրիվետ ռոբի համար հատուցում էին կյանքով, հայհոյելու համար ենթարկվում ինքնադատաստանի դալաններից մեկում բռնության ենթարկվելով։ Ճիշտ այն դալաններում, որտեղ ծեծվելու ու ստիպված արտագաղթելու մասին նկատենք, ժամանակին նախազգուշացնում էր դաշնակցական գործիչներից մեկը, խոսքը հղելով նույն Արմեն Աշոտյանին։ Պարոն Աշոտյանին անխոս Նիկոլի օրոք չի սպառնում, պայմանական դալանում ծեծի զոհ դառնալն ու փառք Աստծո, երիցս փառք Աստծո, որ չի սպառնում։ Բայց այս հանգամանքը առիթ չէ, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կուսակիցը կայֆ ու հաճույք ստանա երկրի վարչապետի դեմ իրականացվող ոտնձգություններից, այսպիսով խրախուսել բուծելով նորահայտ չակերտավոր ռոմանտիկների, նրանց չարանենգորեն ուղղորդելով Հայաստանի պետական ինստիտուտների դեմ։ Եվ ուրեմն ոչ, նորից ոչ, քանիցս ոչ, երիցս ոչ բռնությանը, ոչ, ոչ, ոչ։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։